Նոր գտականից այսօր ընթերցում ենք Մատթեոս 26, 1-ից 25 համարներ, դավ Հիսուսի դեմ։ Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց. «Գիտեք, որ 2 օր հետո Զատիկ է, և մարդու որդին պիտի մատնվի խաչվելու համար։ Այդ ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում և խորհուրդ արեցին, որ նենգությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն, բայց ասում էին. ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։ Հիսուսի օծումը Բեթանիայում։ Երբ Հիսուսը Բեթանիայում էր Սիմոն Բորոտի տանը, նրա մոտ եկավ մի կին, որն իր հետ ուներ ալաբաստե մի շիշ թանկագին յուղ։ Երբ Հիսուսը սեղան էր նստե, նա այն նրա գլխին թափեց։ Աշակերտները այդ տեսնելով բարկացան ու ասացին. «Ինչի համար էր յուղի այդ վատնումը, որովհետև կարելի էր այդ յուղը բարձր գնով վաճառել և աղքատներին տալ»։ Հիսուսը այդ իմանալով նրանց ասաց. «Ինչու եք այդ կնոջն անհանգստացնում, նա ինձ համար մի բարի գործ կատարեց։ Աղքատներն ամեն ժամ ձեզ հետ են, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Նա այդ յուղն իմ մարմնի վրա լցնելով ինձ թաղման նախապատրաստեց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ամբողջ աշխարհում, որտեղ էլ այս ավետարանը քարոզվի, նրա հիշատակի համար պիտի պատմվի նաև այն, ինչ նա արեց»։ Մատնության գինը։ Այդ ժամանակ 12-ից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, քահանայապետների մոտ գնաց ու ասաց. «Ինչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք 30 արծաթ կշռեցին, տվեցին նրան։ Դրանից հետո նա հարմար առիթ էր փնտրում նրան մատնելու։ Վերջին ընթրիքը։ Բաղարջակերած տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և նրան հարցրին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար զատկական ընթրիքը պատրաստենք»։ Նա ասաց. «Գնացեք քաղաք այսինչ մարդու մոտ ու նրան ասեք. վարդապետն ասում է. իմ ժամանակը մոտ է, իմ աշակերտների հետ զատիկը քեզ մոտ եմ տոնելու»։ Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց կարգադրել և պատրաստեցին զատկական ընթրիքը։ Երբ երեկո եղավ, Հիսուսը 12-ի հետ սեղան նստեց և մինչ նրանք ուտում էին, ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը մատնելու է ինձ»։ Աշակերտները շատ տխրեցին և սկսեցին մեկ առ մեկ նրան հարցնել. «Միթե ես եմ, Տեր»։ Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ ափսեի մեջ մտցրեց, նա է ինձ մատնելու։ Մարդի որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է մարդու որդին։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ»։ Հուդան, նրան մատնողը, պատասխանեց ու ասաց. «Միթե ես եմ, վարդապետ»։ Նրան ասաց. «Դու ասացիր»։